Բարև ձեզ մեր սիրելի YouTube-յան դիտորդներ, այսօր մեր ռեանիմացիա ոդկասթի երկրորդ թողարկումն է։ Ես եւ Լիրին այսօր խոսելու ենք առողջապահական համակարգի դեմ ծառացած խնդիրներից եւ ամենաթեժ քննարկվող թեմաներից։ Առաջարկում եմ սկսենք Երևանի պետական բժշկական համալսարանի հետ կապված խնդիրներից։ Այստեղ գիտենք, որ խնդիրները բազմազան են եւ դրանից այս վերջին շրջանում քննարկվողներից մեկը կապված է շրջանավարտների հետ։ Վերջերս ուսումնասիրել եմ թվերը, թե տարեկան քանի շրջանավարտ ենք ունենում։ Միայն Երևանի պետական բժշկական համալսարանը տարեկան ունենում է 600-ից 700 շրջանավարտ, եւ հետագայում առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում չկան այդքան բժշկական կենտրոններ, որտեղ իրենք կարողանան անցնել հետագա աշխատանքի, ու այստեղ բախվում ենք մի շարք խնդիրների, մասնավորապես հիմնական հատվածը ավարտող ուսանողների ցանկանում են իրենց ուսումը շարունակել, ինչպես գիտենք, Երևանում, անգամ այն ուսանողները, ովքեր շատ դեպքերում գալիս են մարզերից, իրենք նախընտրում են մնալ Երևանում եւ չվերադառնալ հետ մարզ, իսկ քանի որ Երևանի բժշկական կենտրոնները բավականին սակավ են ու այնտեղ մասնագետների պակաս չկա, այնտեղ հիմնականում ասում են, որ մենք ազատ տեղեր չունենք, իսկ եթե անգամ կան, ասում են, որ կարող եք մոտենալ միայն եթե ունեք պացիենտներ, իսկ նոր ավարտ ուսանողը չի կարող ունենալ արդեն իսկ բուժառուներ, չի կարող ունենալ պացիենտներ, ովքեր իրեն դիմել են, հետեւաբար այստեղ բախվում են խնդիրների եւ հետագայում այդ ուրեմն դիմորդների դիպլոմները օգտագործում են որպես ուղեգիր այլ երկրներ եւ հիմնականում իրենք այնտեղ են արդեն հաստատվում մշտական բնակության։ Այսօր Հայաստանում բավականին շատ ոչ պետական բուհեր էլ կան, որտեղ որ բժշկություն սովորեցնում են եւ այդտեղ նույնպես բավականին մեծ թվով շրջանավարտներ են ունենում։ Այստեղ այո, արտագաղթի հետ խնդիրների մենք բախվում ենք այս խնդիրներին նաեւ նրա պատճառով, որ այսօր առողջապահության համակարգում կան շատ խնդիրներ, որոնց որ ուշադրություն չեն դարձնում եւ չեն կարողանում համակարգել։ Վերջերս բավականին թեժ քննարկվող թեմաներից է Երևանի պետական բժշկական համալսարանի օրդինատուրայի հանձնելու քննությունների ավելացմանը լիցենզիայի քննություն, երևի թե լսել ես, որ գրավոր, բանավոր եւ գործնական քննությունները, որոնք որ պետք է հանձնեն, դրանց գումարվում է նաեւ լիցենզիայի քննությունը 6 տարի սովորելուց հետո։ Եթե դու այդ քննությունը չկարողանաս հանձնել, հնարավոր է դու 1 տարի պետք է սպասես, որ մինչեւ մյուս հնարավորությունը ունենաս այդ քննությունը հանձնելու 70% շեմը չհաղթահարելու դեպքում դու չես կարողանում ավարտել, ընդունվել օրդինատուրա եւ այդ քննությունը իր մեջ ներառում է բիոէթիկա առարկան եւ շտապ օգնությունը։ Այս առարկաները չեն անցնում ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողները եւ ըստ կանոնակարգի, կանոնադրության նրանք պետք է ընդամենը առաջին օգնություն հանձնեն։ Այլ քննությունները հանձնել վերջացրել են այդ 6 տարիների ընթացքում, այսինքն որևէ իմաստ չունի այս քննությունը եւ որևէ բան չի փոխելու ուսանողի կյանքում։ Մանավանդ այն փաստը, որ օրդինատուրայի ընթացքում ողջ ուսման ընթացքում որևէ գումար չես կարողանում ստանալ, այսինքն քո կատարած full time աշխատանքի համար դու չես վճարվում։ Եվ այստեղ բավականին մեծ խնդիր է նաև օտարալեզու ուսանողների համար այս քննությունը եւ հանդիպման ընթացքում ասել են, որ հատուկ թարգմանիչներ են ունենալու, չգիտեմ ինչու՞ն է կայանում հատուկ թարգմանիչներ ուղեկցելու իմաստը, եթե կարող են ուղղակի թեստերը թարգմանել եւ ասել են, որ իրենց դա ընդհանրապես այսպես ասած չի հուզում եւ ամենահետաքրքիրը որն է այստեղ, որ այս քննությունները ոչ թե իմացել են ուսանողները առողջապահական համակարգից կամ ԵՊԲՀ-ից, այլ իմացել են լրիվ այլ միջոցներով եւ կրթության գիտության նախարարությունը այստեղ որևէ գործառույթ չի իրականացրել։ Այո, նրա գործառույթը միակ մեկն է, որպեսզի կրթությունը լիովին տապալեն եւ այստեղ կանոնատակարգ փոխելու, կանոնադրություն փոխելու հետ կապված շատ խնդիրներ կան եւ որևէ իմաստ որպես այդպեսին չունի այս նորարարությունը։ Նյութերի տրամադրման հետ էլ կար խնդիր կա։ Այո, նյութեր չեն տրամադրում, տալիս են միայն հարցաշարը։ Միայն հարցաշարը նյութերը պետք է երևի թե անցած գրականությունից նորից վերցնեն եւ նորից փորձեն մի կերպ պատրաստվել այս քննություններին եւ ասել են, որ հետագայում ավելի է բարդացվելու եւ ավելի խորը մասնագիտական հարցեր են լինելու։ Նաև նշել են, որ այս ամենը նրա համար է, որ երբ որ գնան բժշկի մոտ, բժիշկը ոչ թե ասի դու, այլ դուք։
Սա նույնպես բավականին հետաքրքիր մոտեցում էր եւ այս ամենով բնականաբար արտագաղթին են նպաստում ուսանողների շրջանում, քանի որ գիտենք, որ բժշկականի ուսանողների մոտ մանավանդ ավելի տարածված է դեպի դուրս ձգտումը, որպեսզի կրթությունը ստանան արտերկրում։ Հա, բայց բացի օրինակ այդ քննություններից նաև խնդիրներ կան մրցույթների հետ կապված, օրինակ վերջերս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում կա խնդիր, այնտեղ ներկայումս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ուրեմն աթոռը զբաղեցնում է ոչ ավել ոչ պակաս նախկին ԿՊԱ-ական падգամավոր առհասարակ ուրեմն ազգային ժողովի առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանը, ով առավել հայտնիություն ձեռք բերեց ազգային ժողովում տեղի ունեցած այն վիճաբանության օրը Հովիկ Աղազարյանի, Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ, որից հետո այն SMS-ների շքերթը հաջորդեց ու դրանից հետո արդեն որոշները իրենց մանդատները վայր դրեցին, այստեղ նաև այդ գործընթացին միացավ Նարեկ Զեյնալյանը, ով լուր հնազանդ ենթարկվեց այդ Նիկոլ Փաշինյանի հրամանին ու հիմա տեսնում ենք, որ ինքը ունի ինչ-որ պաշտոն, այս պահին ժամանակավոր պաշտոնակատարն է այդ բժշկական կենտրոնի եւ պատրաստվում է արդեն դառնալ հենց տնօրեն։ Ու այստեղ հետաքրքրականը այն է, որ սեպտեմբեր ամսին նշանակել էին մրցույթ, այդ մրցույթում կային մի քանի թեկնածուներ, բայց իրենցից ամենագլխավորը, այսպես ասած, ով գտնվում էր Անահիտ Ավանեսյանի հովանու տակ, հանդիսանում էր Նարեկ Վանեսյանը, իսկ Նարեկ Վանեսյանը հիշեցնեմ, որ COVID-ի ամենածանր ժամանակահատվածում զբաղեցնում էր Երևանի կարանտինային վայրերի ղեկավարի պաշտոնը եւ իր անունը բազմաթիվ սկանդալների հետ են կապում։ Ուրեմն այս անձնավորությունը հովանավորում էր նախարարը եւ դրանով էր պայմանավորված, որ Զեյնալյանը չկարողացավ հաղթահարել այդ մրցույթը, դրա ամբողջ 11 միավորով ընդամենը զիջում էր իր մրցակցին ու հիմա արդեն Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ հասկանալով, որ Զեյնալյանը իրեն ենթարկվում է, որոշում է Զեյնալյանին տալ այդ պաշտոնը եւ ամենայն հավանականությամբ Ավանեսյանին ասել է, որ որևէ մեկին չօժանդակի, որպեսզի Զեյնալյանը անխոչնդոտ դառնա այդ բժշկական կենտրոնի տնօրեն։ Իրենց որոշ Այո։ Բացի դրանից այդ մրցույթների մասին եթե խոսենք, ուրեմն այդ մրցույթը իրականացվում է երկու հիմնական փուլով, սկզբում գիտելիքների ստուգման փուլ է տեղի ունենում, որի ժամանակ երբ որ արդեն հաղթահարում են այդ փուլը, դրանից հետո պետք է ինչ-որ պլաններ ներկայացնեն բժշկական կենտրոնի հետ կապված, թե ինչ բարեփոխումներ են իրենք նախատեսում այնտեղ իրականացնել, բայց դրա համար կոնկրետ ինֆորմացիա է իրանց պետք, օրինակ, չգիտեմ, ֆինանսական միջոցների ելքում մուտքը իրանք պետք է իմանան, պիտի տեղյակ լինեն այնտեղ ներքին խոհանոցը ինչ վիճակում է եւ այլն, իսկ այդ մրցույթում մի խոսքով հաղթողը, այսպես ասած, որոշվում է հանձնաժողովի ընտրությամբ, իսկ իրենց կարծիքը շատ սուբյեկտիվ է, որովհետեւ օրինակ Զեյնալյանը հիմա քանի որ զբաղեցնում է ԺՊ-ի այդ պաշտոնը, ինքը իրենց ներքին խոհանոցից ավելի շատ է տեղյակ, քան իր մրցակիցները, եթե ինքը ունենար մրցակիցներ այս դեպքում Հետևաբար ինքը ավելի լավ բարեփոխումների ծրագիր կարող էր ներկայացնել ու գերազանցել իր մրցակիցներին, այսինքն սա անառողջ մրցակցություն է, ես կարծում եմ, ու սա հերթական իմիտացիան է ինչ-որ գործընթացի, որը իրենք իրականացնում են, ուղղակի նշանակում են իրենց անհրաժեշտ, իրենց հարմար մարդկանց տնօրենների պաշտոններում։ Մշտապես այդպես է եղել, անգամ բժշկական կենտրոնների տնօրեններ որոշելու ժամանակ, նույնպես այս խնդիրը բավականին մեծ տարածում ունի, առավել եւս մարզեր Եվ սա նույնպես երևի թե արտագաղթի նպաստման պայմաններից մեկն է, քանի որ բուժանձնակազմի կենտրոնացման խնդիր կա, այսինքն մեծ մասը բուժանձնակազմի կենտրոնացած են հենց Երևանում եւ մարզերում կա խնդիրներ մասնագետների հետ կապված առավելապես, եւ եթե նմանատիպ անառողջ միջավայրում պետք է աշխատեն, այսինքն մրցակցությունը նույնպես պետք է անառողջ լինի, բնականաբար ձգտում են ավելի դեպի դուրս։ Բացի դրանից էլ ուրեմն մինչև Նարեկ Զեյնալյանը Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պաշտոնը զբաղեցնում էր Արման Հովակիմյանը, ով հանդիսանում էր Արսեն Թորոսյանի մտերիմը եւ այն էլի կորոնավիրուսային հիվանդության օրերին Արսեն Թորոսյանը ուրեմն ամենամեծ դրամական միջոցները փոխանցում էր հենց այդ բժշկական կենտրոնին, որտեղ տնօրինում էր հենց իր մտերիմը, խոսքը մոտավորապես 16 միլիարդից 6.8 միլիարդի մասին է, այսինքն այդ 16-ից միայն 6 ու 8-ը
փոխանցվել է հենց այդ բժշկական կենտրոնին ու հետագայում էլ այդ Արման Հովակիմյանը աշխատանքից հեռացվել է նվիրատվությունների բացահայտման պատճառով, երբ որ ՊՎԾ-ն բացահայտեց այդ նվիրատվությունները ու այնտեղ մեծ սկանդալ առաջացավ։ Երևի թե պետպատվերների բաշխման համակարգի մասին տեղյակ ես, որ որևէ կանոնադրությամբ եւ որևէ հստակ կերպով չեն անում, այսինքն կարելի է ասել ամեն մեկի ցանկությամբ է, թե ինչպես պետք է պետպատվերները հիվանդանոցներին բաժանվեն եւ վերջերս բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել պետպատվերների բաժանումը Վիգմոր բժշկական կենտրոնի, քանի որ այնտեղ ավելի շատ էին տալիս պետպատվերները եւ բավականին մեծ խոսակցություններ էին պատտվում, որ այդ հիվանդանոցը պատկանում է Անահիտ Ավանեսյանի մորը Եվ ինչքան էլ որ Անահիտ Ավանեսյանը բոլոր ճեպազրույցներում, մասուլիսներում այդ ամենը փորձում էր հերքել, վերջի շրջանում սկսել էր ուղղակի չպատասխանել այդ հարցերին։ Ես կարծում եմ, որ սա նշան է նաև նրան, որ խուսափում է այս հարցից, քանի որ պատասխանը բավականին ակնհայտ է, թե ում է պատկանում այս հիվանդանոցը։ Անահիտ Ավանեսյանը ունի սովորություն իրեն դուրս չեկող հարցերի պարագայում այդ հարցը բարձրացնողին ինչ որ վարկաբեկող մեկնաբանություն տալ։ Այո, նրանց ոճի մեջ է դա բավականին, կցանկանայի խոսենք նաև մեկ համընդհանուր առողջապահական ապահովագրական համակարգից, որը դեռ 2024 թվականից 2023 թվականից փորձում են ներդնել եւ մինչ օրս անգամ այն առաջնային փուլերը չի անցկացրել, ասվում էր, որ 200,000 դրամ տարեկան պետք է վճարեն, որպեսզի կարողանան օգտվել այս փաթեթից, որը որ գիտենք, որ այդքան էլ լիարժեք չէ։ Ես ճիշտն ասած լսել եմ լրիվ ուրիշ թիվ, դեռ նախնական 130,000 ես լսել, բայց հնարավոր որ սա ենթարկվի փոփոխության հասնելով 200,000-ի եւ ավելի։ Այո, հստակ թիվ չէր նշել, բայց ասել մոտավորապես 200,000 դրամ պետք է վճարեն եւ ոչ ամբողջական էր այս փաթեթը, այսինքն որոշակի միջամտություններ էր ներառում եւ հետեւաբար մնացած այլ միջամտությունները ներառվող փաթեթներից Անահիտ Ավանեսյանը առաջարկեց, որ օգտվեն այլ փաթեթներից, այսինքն մեկ հիմնական փաթեթը սա է եւ այլ լրացուցիչ փաթեթ էլ դեռ պետք է գնես, որպեսզի կարողանաս այլ միջամտություններից օգտվես։ Թե այս փաթեթի իմաստը ինչումն է կայանալու հասկանալի չէ, որովհետև տեղից թե դեղորայքների թե այլ միջամտություններից օգտվելու գները բավականին այսօր բարձր են եւ կարելի է ասել, որ բժշկական ոլորտը ուղղակի գնում է դեպի առևտրացման եւ այս ամեն ինչը նպաստում է այդ առևտրացման շարունակմանը։ Հա, այս ապահովագրության հետ կապված իրենք նոր թեմա են բացել, որ 2026 թվականին 1,400,000 քաղաքացի պիտի ունենա այդ փաթեթը ու սա ես կարծում եմ, որ նախընտրական ինչ որ քարոզարշավի նման մի միջոցառում են իրենք կազմակերպում սրանով, բացի դրանից եթե վերցնենք եթե լինի 130,000 դրամ, ոչ թե 200,000 դրամ, այդ դեպքում եւս խնդիրների առաջ ենք մենք կանգնելու, որովհետեւ սա ենթադրում է, որ փաթեթը ձեռք բերելու համար քաղաքացին պիտի վճարի, իսկ սոցիալապես անապահով բնակչությունը հիմնականում ենթադրում է, որ այդ ծառայությունները, այդ բարեփոխումները լինելու են անվճար։ Մարդկանց այդպես են իրենք հասցնում այդ ինֆորմացիան ու մարդիկ մտածում են, որ այդտեղ ինչ որ մի դրական մի գործոն գոնե կա, բայց իրականում այդպիսի բան չկա, օրինակ 200,000 դրամ ստացող քաղաքացին պիտի վճարի նույն գումարը, ինչը պիտի վճարի օրինակ այն քաղաքացին, ով ստանում է 1 միլիոն դրամ աշխատավարձ։ Այսինքն այստեղ եթե 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացին պիտի վճարի իր ընդհանուր աշխատավարձի մաքսիմում 2%-ը, այն քաղաքացին, ով պիտի վճարի 200,000 դրամից այդ 130,000-ը, իր համար այդ ահռելի ուրեմն ծախս է համարվելու ու այստեղ մենք ունենալու ենք սոցիալական անհավասարություն, իսկ քանի որ Ավանեսյանը սիրում է հենց այդ թեմայով խոսել, ինքը ասում է սոցիալական հավասարության կողմնակից եմ, նմանատիպ հայտարարություններ անում, բայց տեսնում ենք, որ անգամ այս փաթեթը ոչ լիարժեք է։ Բացի դրանից էլ ուրեմն նաև այն մասին են խոսում, որ սկզբնական շրջանում պիտի ընդգրկի մինչև 18 տարեկաններին եւ հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին, բայց 0-ից 18 տարեկանները մինչ օրս էլ, այսինքն միշտ ունեցել են անվճար բուժօգնություն ստանալու հնարավորություն եւ այդ ծառայությունները եղել են անվճար։ Հիմա իրենք փորձում են դա անցկացնել ապահովագրության անվան տակ ու
այստեղ նաև կարևոր է նշել, որ այդ ծառայությունների փաթեթը ընդհանուր շատ սեղմ է, մի շարք ծառայություններ դրանից դուրս են մնալու, հետո հավելյալ միջոցներ պիտի այնտեղ տրամադրել, որպեսզի այդ ծառայություններից օգտվեն, ու ընդհանուր առմամբ այս ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչվի, հա նաև 147 միլիարդ եվրոյի վարկ են իրենք վերցրել իրենց ենթակառուցվածքների բարենորոգման համար, բայց ուրեմն, այսինքն իրենք խոստովանում են, որ այդքան վատ է իրենց առողջապահական համակարգի վիճակը, որ իրենք այդքան մեծ ֆինանսական միջոցներ են վերցնում ընդհանրապես բարելավման համար, բայց իրենք խոսք են տալիս, որ այս ապահովագրության փաթեթը իրենք պիտի սահմանեն ու այս ծրագիրը պիտի սկսի գործել։ Ես իրական չեմ պատկերացնում, թե սա ինչպես պիտի գործի։ 0-ից 18 տարեկան անձանց համար պետք է որ լինի այս ապահովագրությունը անվճար։ Եվ հաշմանդամություն Այո, սակայն մենք այսօր խնդիր ունենք նաև գործազրկության հետ Հայաստանում բավականին մեծ եւ առավել եւս այն թիրախային շրջանը տարիքով բավականին մեծ թոշակառու մարդկանց մոտ, որոնց մոտ ավելի խորքային խնդիրներ կան, այդ փաթեթից օգտվելու դեպքում ինչ կոմպենսացիա պետք է լինի, ինչ ֆինանսական աջակցություն պետք է լինի, ինչ միջամտություններից պետք է օգտվեն։ Բացի դրանից 18 տարեկանի եւ օրինակ 65 տարեկան անձի խնդիրները առողջական բավականին տարբեր են լինելու, այսինքն շատ խիստ տարբեր շրջանակներ կան տարիքային, որոնց համար միջամտությունները պետք է լինեն ավելի յուրահատուկ։ Եվ այստեղ նույնպես բավականին մեծ խնդիր կա, առավելապես գործազրկությունը, որը այսօր շատ տարածված է եւ նրանք նպաստում են, որ օրորի ավելի մեծանա, գործազրկը ինչպես կարող է 200,000 դրամ վճարել այս փաթեթից օգտվելու համար։ Կամ թոշակառուն ստանում է ընդամենը 30 կամ 60,000 դրամ թոշակ։ Այստեղ նույնպես այս խնդիրը բավականին մեծ է եւ հաշմանդամության կարգերի հետ կապված էլ կցանկանայի նշել, որ այսօր բավականին դժվար են տալիս այդ հաշմանդամության կարգը, այն մարդիկ, ովքեր որ ունեն դրա կարիքը, չեն ստանում։ Եվ օրինակ, եթե թևը կամ ոտքը ամպուտացված է կամ բացակայում է, ինչպես կարող ես այդ մարդու կարգ չտալ։ Բայց այսօր մենք ունենք մեր հասարակության մեջ լիք այդպիսի օրինակներ, որ ուղղակի նրանք կարգ չունեն եւ որևէ օգնություն պետությունից որպես այդպիսին չեն ստանում։ Երևի խոսենք նաև դեղամիջոցներից, որովհետև բավականին կարևոր եւ խնդրահարույց թեմա է։ Վերջերս լսել էի, որ Ամերիկայում պարացետամոլների մի տենց տեսակ կար, որոնք օգտագործելուց հետո նամանավանդ հղի ժամանակ բավականին մեծ խնդիրներ են առաջանում, առավելապես պտղի զարգացման ժամանակ ներարգանդային կյանքում, լինում է այնպես, որ առանց ոտքի, առանց ձեռքի կարող է երեխան ծնվի, կամ նաև աուտիստիկ որոշակի յուրահատկություններով այսօր Հայաստանում դեղամիջոցների խիստ պակաս կա եւ դեղամիջոցները ստանում են Թուրքիայից, Վրաստանից, ինչպես նաեւ Եվրոպայից, Ամերիկայից տարբեր երկրներից, փորձում են, այո, Իրանից փորձում են ներմուծել եւ անհասկանալի պայմաններում եւ չգիտենք մենք այդ ներմուծված դեղերը իրենց մեջ ինչ կոմպոնենտներ են պարունակում, քանի որ ասվում էր, որ ցիանիդի արկայությունն էր այս խնդիրներին բերում, այսինքն ցիանիդ կոմպոնենտը կար այդ տարեկար դեղամիջոցներում եւ այսօր մեր մոտ կարող է այդպիսի խնդիրներ առաջանալ նմանատիպ անհայտ դեղեր օգտագործելու պարագայում դեղամիջոցները, որոնք որ ներկրում են Հայաստան, պետք է անցնեն յուրահատուկ ստուգումներ, պետք է այս ամենը ազգային անվտանգության կողմից նույնպես լինի ուշադրության նրանց կենտրոնում եւ պետք է տեսնեն, թե ինչ պայմաններում են գալիս, այսինքն խոնավություն, ջերմաստիճան, լուսավորում, այս ամենը շատ կարեւոր է եւ օրինակ ինչ որ բարեկամից խնդրել, որպեսի դեղամիջոցը ուղարկի փոստով, որ անհայտ պայմաններում է գալու, ինչ որ լուսային կամ ջերմային նորմեր չպահվելով, բնականաբար տարատեսակ վնասների կարող է բերել։ Միանշանակ նաև վերջերս այդպիսի խոսակցություն կա, որ Իրանից Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում սերուցք, որը հետագայում օգտագործվում է ուրեմն այլ կաթնամթերքի այլ արտադրությունների մեջ եւ դա դառնում է ուրեմն հայկական պիտակով հետագայում արտադրություն, որը այսինքն սպառողը գնելու պարագայում չի իմանում, որ դա հայկական ծագում չունի, այլ Իրանից է, իսկ հենց այդ իրանական սերուցքի հետ կապված խնդիր կար, որը բացահայտել էր Ռուսաստանի համապատասխան վերահսկող մարմինը եւ այնտեղ ուրեմն այդ իրենց հումքի մեջ հայտնաբերել են որոշակի կասկածելի կոմպոնենտներ ու դրանով պայմանավորված ռուսները որոշել են, որ պիտի այդ գործարաններում
որտեղ այդ արտադրությունը տեղի ունենում, պիտի ուրեմն տեսահսկող համակարգեր տեղակայվեն, որպեսզի իրենք կարողանան վերահսկել ողջ գործընթացը, որովհետև այդ ուրեմն հումքը, սերուցքը մտնում է Ռուսաստան, նույնը տեղի ունենում Հայաստանի հետ, սակայն սրանով որևէ մեկը չի զբաղվում, որևէ վերահսկող մարմին գոյություն չունի, առողջապահության նախարարությունը ընդհանրապես այս թեմայի մասին չի խոսում, գործության է այո մոտնվել, բայց սա իրականում իր մեջ շատ մեծ խնդիրներ պարունակող հարց է, ընդ որում սա կարող է հանգեցնել օրինակ ինչ-որ թունավորումների, աղիքային վարակների առաջացման, սա վտանգ է հանդիսանում հատկապես ռիսկի խմբում գտնվող մարդկանց համար, հղիների, երեխաների, տարեցների, թույլ իմունային համակարգ ունեցող քաղաքացիների համար, հնարավոր են այստեղ նաև ալերգիկ ռեակցիաների առաջացման խնդիրներ, երիկամների ախտահարումներ, լյարդի ախտահարում եւ այլն, բացի դրանից օրինակ երկարաժամկետ հետևանքներ էլ է հնարավոր, երբ որ օրինակ մարդը պարբերաբար նույն ապրանքատեսակից է օգտվում եւ միևնույն ուրեմն պրոդուկտն է ինքը գնում խանութից, հնարավոր է երկարաժամկետ թունավորում, ինչը եւս բացասաբար է ազդում մարդու առողջության վրա, բայց ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը այս խնդիրը չի փորձում վերահսկել եւ որևէ լուծում չեն փորձում տալ անգամ։ Այսօր բավականին մեծ խնդիր կա նաև սանիտարահիգիենիկ պայմանների խախտի հետ կապված, օրինակ առաքիչները, որոնք որ գիտենք, որ մեծ մասամբ այլ երկրից են գալիս, Հնդկաստանից, Պակիստանից եւ այլն, գալիս են Հայաստան աշխատանքի նպատակով, աշխատում են նման կարևոր ոլորտում, այսինքն սննդի հետ կապ են ունենում եւ չես կարող ասել ինչ հիվանդություններով նրանք կարող են լինել, որովհետեւ որևէ ստուգումներ նրանք չեն անցնում ինչ աշխատանքի անցնելը։ Եվ վերջերս գիտենք, որ տուբերկուլոզով բավականին մեծ քաղաքացիների ներքոսք է եղել Հայաստան եւ որոնք որ որևէ ստուգում չեն անցել եւ դա հետագայում է բարձրել օրինակ տուբերկուլոզով հիվանդ են եւ այսօր էլ նրանք կարող են շատ հանգիստ աշխատել այդ համակարգում եւ այդ վարակը տարածվի Հայաստանում բավականին մեծ արագությամբ եւ այստեղ նույնպես գալիս են նրանց անգործությանը, որ որևէ ստուգումներ, որևէ սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումներ ուղղակի չեն լինում։ Հա, որևէ ինչ որ վերահսկող մարմին գոյություն չունի Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի, ու դրա համար մենք բախվում ենք տարատեսակ խնդիրների, հատկապես ինչպես նշեցի, հիմնական հատվածը Հնդկաստանի քաղաքացիներ են, ովքեր ինչպես գիտենք Հայաստանում հիմնականում սպասարկման ոլորտում են աշխատում, ինչը ավելի մեծ ռիսկեր է իր մեջ պարունակում վարակի փոխանցման տեսանկյունից։ Վերջերս կորոնայի տարածումներ բավականին մեծ թափ է հավաքել։ Երևի դրանից էլ խոսենք։ Ուրեմն նոր ենթատեսակ գոյություն ունի օմիկրոնի, որը կոչվում է Stratus, դա ճիշտն ասած նոր չէ, 2025 թվականի հունվարի վերջին է սա հայտնաբերվել Կանադայում, որից հետո արդեն ինքը լայն տարածում է ստացել շուրջ 38 երկրում եւ Հայաստանը ցավոք սրտի բացառություն չի կազմում այստեղ, բայց հետաքրքրական է այն, որ մենք ուրեմն ունենք ցածր թվեր, այսինքն օրինակ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացրած թվերի համաձայն մենք ունենք 100-ից պակաս թիվ, բայց սա իրականության հետ, եթե չեմ սխալվում 79 նշել։ Հա, մի որոշ ժամանակ առաջ, բայց հիմա կարծում եմ մի փոքր ավելացած կլինի։ 100-ից պակաս ամեն դեպքում իրենք թիվ են ներկայացնում, որը իրականության հետ որևէ կապ չունի, ու խնդիրը այստեղ կայանում է նրանում, որ հիմնականում քաղաքացիները չեն թեստավորվում, այլ թեստավորվում են մենակ այն քաղաքացիները, ովքեր գտնվում են հիվանդանոցային պայմաններում, ովքեր այնտեղ բուժում են ստանում, միայն իրենք են թեստավորվում հիմնականում եւ Քանի որ այս ենթատեսակը ինքը համեմատաբար թույլ արտահայտում ունի, այսինքն ախտանիշները շատ ավելի քիչ են եւ սովորական գրիպին նման են սովորական գրիպի կամ ինչ-որ շնչառական վարակների, հիմնականում իրենք մտածում են, որ դա սեզոնային ինչ-որ վիրուս է, որը հնարավոր է բուժել տնային պայմաններում, չեն դիմում բժշկական կենտրոններ, չեն թեստավորվում ու դրա պատճառով էլ թվերը այսպիսի ցածր են, բայց ամեն պահի հնարավոր է, որ օրինակ այս թվերը միանգամից բարձրանան, կտրուկ աճ ունենանք, այս առումով կարծում եմ, որ ունեն լրջագույն խնդիր աշխատանքի հետ կապված, ես կարծում եմ, որ պիտի ամենօրյա մոնիտորինգ իրականացվի, որպեսզի կարողանան ինչ որ կերպ վերահսկել այս խնդիրը, որովհետև ինչքան էլ այս մահին դեռ թեթև է իրավիճակը, այնուամենայնիվ ցանկացած պահի հնարավոր է իրավիճակի փոփոխություն տեղի ունենա եւ պետք է ապահովել օրինակ մահճակալային ֆոնդ, պետք է ունենալ համապատասխան, չգիտեմ,
միջոցառումներ իրականացնելու պատրաստակամություն, որպեսզի այդ բռնկումների պարագայում կարողանան շատ արագ մեկուսացնել այդ իրավիճակը, որպեսզի շարունակական վարակման օջախներ մենք չունենանք։ Այո, շատ կարևոր է, որ այդպիսի պայմաններ տրամադրեն, բայց մենք գիտենք, որ անգամ դիահերձարաններ տեղափոխելու գումարների կոմպենսացում տեղի չի ունենում, ուր մնաց նմանատիպ համակարգում տեղի ունենա եւ վերջերս բավականին մեծ աղմուկ էր բարձրացել, որ Վարդենիսում, Մեղրիում դիահերձարաններ չկան եւ այստեղ բավականին մեծ խնդիրներ են առաջանում։ Վարդենիսը, որը ունի 40,000-ին մոտ բնակչություն, այնտեղ ուղղակի մորգ չկա։ Բացի դրանից մորգերում նույնպես պետք է բավականին մեծ ուշադրություն դարձնեն։ Այնտեղ ընդհանուր կոյուղի է գնում, այսինքն հերձումից հետո արյունը եւ որոշակի մնացորդներ կոյուղի են գնում, այնտեղ պետք է հատուկ ֆիլտրացիա լինի, որպեսզի ֆիլտրվի նոր գնա կոյուղի, որտեղ հնարավոր է դիֆտերիայով, դիզինտերիայով կամ թռչնի գրիպով օրինակ լինի մարդը եւ տարածումը ստանա, որտեղ մենք գիտենք, որ այսօր ճանապարհներին բավականին հաճախ հանդիպում ենք, որ կոյուղիները ուղղակի պայթում են եւ այդ կերպով կարող է այդ հիվանդությունները բավականին մեծ տարածում ստանան։ Ճիշտ խնդրի մասին ես խոսում, բայց ես ինչքան գիտեմ, ոչ միայն դիահերձարան չկա, այլ չկան նաև շատ էլի կարևոր ենթակառուցվածքներ հենց Մեղրիում, ու դա լրջագույն խնդիր է, որը ես կարծում եմ, որ պիտի լուծեն, ոչ թե օրինակ ազգային ժողովում ելույթ ունենան, որ դե ինչ խնդիր կա, տեղափոխենք, Ռիփսիմե Հունանյանն էր կարծեմ իրենց այդ տեխնացուն, ով խոսում էր, որ խնդիր չկա, կտեղափոխենք դին, թեկուզ 70 կիլոմետր հեռավորության վրա, կիրականացնենք համապատասխան միջոցառումները եւ հետ կբերենք, բայց պատկերացնում ենք օրինակ ձնաբքի պայմաններում այդ տեղափոխման գործընթացը ինչ դժվար է լինելու։ Իսկ այդ տեղափոխումների գումարները ով է տալու, դա էլ է դեռ հարցական։ Եթե ճիշտ եմ հիշում, ասում են, որ միայն տեղափոխման գումարը տալիս են, բայց այսինքն հանրությալին հետ բերելու գումարը առողջապահության նախարարությունը հետագայում արդեն հարազատները ամենայն հավանականությամբ։ Այս վերջերս ճիշտ ասած լսել եմ ճառագայթային բուժման հետ կապված մի խնդրի մասին։ Լրագրողներից մեկը հարց ուղղեց Անահիտ Ավանեսյանին, հարցնելով, թե ինչով է պայմանավորված ճառագայթային բուժման գների փոխհատուցման ուրեմն այսպիսի տատանումները, ու այսինքն մեկ բժշկական կենտրոնից իրենք այդ ծառայությունները ձեռք են բերում X գումարով, մյուսից Y գումարով։ Սրա հետ կապված այդ հարցին Անահիտ Ավանեսյանը չկարողացավ պատասխանել եւ ինքը մեղադրեց լրագրողին պատվիրված հարց տալու մեջ, բայց ըստ էության լրագրողը ճիշտ արձանագրում էր արել եւ այստեղ բավականին կարեւոր է ֆիքսել, որ նախարարը տվեց իրարամերժ երկու պատասխան, սկզբնական շրջանում ասում էր, որ այդ գնահատման գործընթաց է տեղի ունենում Ֆանարջյանի անվան բժշկական կենտրոնում, այնտեղ փորձում են հասկանալ, թե ինչ գին պիտի սահմանվի այդ ծառայության համար, մեկ սեանսի համար, ճառագայթային բուժման, սակայն դրանից շատ կարճ ժամանակ անց տվեց լրիվ այլ պատասխան, ասաց, որ իրենք օրինակ այդ 40,000 դրամով ձեռք են բերում պետական բժշկական հաստատություններից այդ ծառայությունը, իսկ 64,000 դրամով մասնավորից, այսինքն մոտավորապես մեկ սեանսի կես գումարը իրենք լրացուցիչ վճարում են, որպեսզի մասնավորից ձեռք բերեն նույն ծառայությունը, ինչը կարելի է ավելի մատչելի ձեռք բերել չգիտեմ, թեկուզ պետական բուժ հիմնարկից կամ սահմանել ընդհանուր մի գին, որը իրենք ընդհանրապես արդեն կես տարուց ավելի է չեն կարողանում իրականացնել, բայց խոսում են առողջության համապարփակ ապահովագրության մասին, չնայած հաշվի առնելով, որ այնտեղ այդ ծառայությունների քանակը շատ են ու եթե իրենք կես տարուց ավելի չեն կարողանում մեկ ծառայության համար գին սահմանել, ինչպես են իրենք պատրաստվում ապահովագրության այդ բազմաթիվ ծառայությունների համար սահմանել գներ, այստեղ լրջագույն խնդիր եմ ես տեսնում, բացի դրանից այստեղ խախտվում է մարդու ազատ ընտրության իրավունքը ու հիմնականում սոցիալապես անապահով քաղաքացիները, ովքեր ունեն ֆինանսական խնդիրներ, հիմնականում պիտի դիմեն այն բժշկական հաստատություններ, որտեղ ծախսերը շատ ավելի քիչ են, այսինքն ստացվում է, որ պիտի դիմեն այն բժշկական հաստատություն, որտեղ իրենց օրինակ ինչ որ առումով դիսկոմֆորտ կարող է լինի, հոգեկան ընկճվածության մեջ կարող է մարդիկ լինեն, չվստահեն տվյալ բժշկին, բայց իրենք պարտավոր են, այսպես ասած, դիմել այդտեղ, որովհետև այդտեղ ավելի մատչելի է, քան օրինակ իրենց ցանկացած բժշկական կենտրոնում, ինչը ես կարծում եմ կոպտագույն մարդու իրավունքների խախտում
է հանդիսանում։ Այո, կարող ենք անդրադառնալ այս թեմային, քանի որ այսօր ոլորտում բավականին մեծ բժշկական տենց առևտրացում է գնում եւ այստեղ խնդիրի առաջանում նաեւ Հիպոկրատի մարդասիրական սկզբունքների դրժմանը, քանի որ չես կարող ասել թե մասնավոր շատ բուժկենտրոններում ինչպես պետք է վերաբերվեն պացիենտներին եւ այստեղ Նաև մեծ խնդիր կա, քանի որ այսօր մասնավոր հիվանդանոցները ավելի մեծ թափ են հավաքում շատանում են եւ այնտեղ ֆինանսավորումը ավելի քիչ է, բայց գները ավելի բարձր են։ Եվ եթե այսպես ասած ցանկանում ես լավ բուժում ստանալ, պետք է գնաս մասնավոր, իսկ պետական հիվանդանոցներում չես ստանալու այն բուժօգնությունը, որը որ քեզ հարկավոր է։ Բայց գների տարբերությունն էլ ակնհայտ մեծ է։ Ահռելի մեծ է։ Այո։ Ինչպես նաև այս խնդիրները գալիս են այնտեղից, որ Անահիտ Ավանեսյանը չի տիրապետում այս ոլորտին լիարժեք, քանի որ իր կրթությունը չի համապատասխանում բժշկական այս ոլորտին եւ ես կարծում եմ, որ նրա ոչ մասնագիտական այս մոտեցումներն էլ հենց կախված են նրանից, որ ուղղակի նա ոլորտի հետ որևէ առնչություն եւ որևէ կապ չունի։ Դրա համար էլ այսպիսի կոպտագույն սխալներ է թույլ տալիս եւ այս ոլորտը այնպիսի կարևոր ոլորտ է, որ անմիջապես առնչվում է մարդկային կյանքերի հետ։ Եթե դու չես տիրապետում այս ոլորտին, որին տիրապետելու համար մարդիկ անցնում են տասնյակ տարիների փորձ, դու չես կարող աշխատել այս ոլորտում։ Ինչքան էլ որ իրենց տանեցիները այս ոլորտից լինեն, եթե չեմ սխալվում, քույրը բժիշկ էր։ Մայրն էլ դեղագործական ընկերությունների հետ կապ ուներ։ Սակայն Անահիտ Ավանեսյանն է այսօր նախարարը։ Երևի թե այսքանով ավարտենք մեր ոդկասթը։ Շնորհակալ ենք դիտելու համար։ Մինչ նոր հանդիպում։ Ասել